Քրիստոս հարյավի մեռելոց, ձեզ եւ մեզ, մեծ ավետիս։ Սիրելիներ, ինչպես ապրենք հարության ավետիսը մեր կյանքի մեջ։ Ինչպես է լինում, երբ ինձ ասում են Քրիստոս հարյավի մեռելոց եւ ես պիտի այդ ուրախությունը ունենամ։ Մեկը եթե կա ինձ ասի, որ դու $1 միլիոն ես շահել, ես ինչպես պիտի ուրախանամ։ Ինչպես պիտի աշխարհով մեկ լինեմ։ Պատկերացրեք, այս ավետիսը վեր է ամեն տեսակ շահումներից։ Այս ավետիսը գին չունի, արժեք չունի, որովհետև որևէ մեկը չի կարող գնահատել այն։ Այս ավետիսը անգին է։ Եվ սրա մեջ պետք է մենք ոգևորվենք։ Այդ ոգևորությունը մեր մեջ կարող է հաստատուն լինել, եթե մենք սիրում ենք Աստծուն։ Որովհետև սերն է, որ մեզ կապում է այդ ավետիսը ապրելու հետ։ Սերն է Աստծո նկատմամբ, որ մեզ ստիպում է ճագերտներով, օգնում է եւ ուղղորդում է դեպի Աստված, ցույց տալով այն գեղեցկությունն ու քաղցրությունը, որ ունի մարդը Աստծո հետ։ Այդ սիրո շուրջ է այսօրվա երկխոսությունը Հովանու ավետարանի 21-րդ գլխից։ Երբ ճաշեցին, Հիսուսը հարցրեց Սիմոն Պետրոսին. Սիմոն, որդի Հովնանի, սիրում ես ինձ ավելի, քան դրանք։ Նա ասաց նրան. Այո, Տեր, դու էլ գիտես, որ սիրում եմ քեզ։ Նրան ասաց. արածեցրու իմ կառներին։ Երկրորդ անգամ հարցրեց նրան. Սիմոն, որդի Հովնանի, սիրում ես ինձ։ Նա ասաց նրան. Այո, Տեր, դու էլ գիտես, որ սիրում եմ քեզ։ Նրան ասաց. արածեցրու իմ ոչխարներին։ Երրորդ անգամ հարցրեց. Սիմոն, որդի Հովնանի, սիրում ես ինձ։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն, թե սիրում ես ինձ, ու նրան պատասխանեց. Տեր, դու ամեն ինչ գիտես, դու ինքդ ճանաչում ես բոլորին եւ գիտես, թե սիրում եմ քեզ։ Հիսուսը նրան ասաց. արածեցրու իմ ոչխարներին։ Այս 3 հարցադրումները սիրելիներ այսօր յուրաքանչյուր մեկիս է ուղղված։ Տերը ինձ, քեզ յուրաքանչյուր մեկիս ասում է. սիրում ես ինձ։ Եթե սիրում ես, ուրեմն ցույց տուր գործով քո սերը, արդահայտիչ դարձրու այն, արածացնելով այն ամենը, ինչ որ տրվել է քեզ որպես հովիվ տանելու համար։ Ես որպես հոգևորական ինձ տրված համայնքին պիտի տանեմ դեպի Աստված։ Բժիշկը իրեն հանձնված հիվանդին պիտի բժշկի։ Շինարարը իրեն հանձնված գործը պիտի անի։ Մնացած բոլոր մասնագիտությունները իրենց հանձնվածները պիտի անեն։ Եվ այս ամեն ինչը հնարավոր է, եթե սեր կա Աստծո նկատմամբ։ Ուրեմն Քրիստոսի հարության ավետիսը մեր կյանքի մեջ նոր կյանքի, նոր շարժի ավետիս կբերի, եթե մենք սիրում ենք։ Եվ Քրիստոս ամեն օր, ամեն առավոտ հարցնում է. Սիրում ես ինձ։ Եթե այո, ապա անցիր գործի։ Քրիստոս հարյավի մեռելոց, ձեզ եւ մեզ, մեծ ավետիս։